Սիրելիներս անցյալ իմ ելույթի մեջ ես հիշատակեցի, որ հրաշքներ եմ տեսնում պատարագների, վավերական պատարագների ժամանակ եկեղեցիներում եւ հիմա կուզենայի մի քիչ բացել փակագծերը, ոչ թե տեսել ուրիշ է, բայց հրաշքը դա իրական կյանքում դու տեսնում ես մի բան, որը ունի իմաստ եւ սիմվոլիկա նախ ասեմ, որ նրանք ովքեր կարծում են, թե հրաշքների դարը անցել է, շատ սխալվում են։ Քրիստոսը այստեղ այս պահին ներկա է, քո կյանքում ներկա է, նա քեզ տեսնում է։ Խնդրիր եւ կստանաս։ Բարի կամք ունեցիր եւ ամեն ինչ կտա քեզ ծրի։ Բարի կամք պետք է ունենաս։ Ցանկանաս բարի բոլորին։ Եվ պահես տաս պատվիրաններ, ուրիշ բան քեզ չի ուզում։ Չի ասում գնա ջրերի վրա քայլի։ Այդպիսի հրաման դեռ ես չեմ ստացել։ Պետրոսին հրամայեց, ինձ չի հրամայել։ Ինձ ինչ է ասում։ Ինձ ասում է լավ մայր եղեր, լավ հարևան եղեր, մարդկանց փրկության համար աղոթիր, դուրս ես գալիս մարդկանց երեսները տեսնում ես, իմացիր, որ ես եմ դրանք։ Իմ արարածներն են, պատվիր իրենց։ Միայն այդքան։ Եվ հիմա ինչ եմ ուզում ասել։ Նաև հրաշքի համար մենք չենք փնտրում, դա օկուլտիզմ է։ Միայն սատանան է, երբ որ դու իրեն ասում ես այս արա, այս ցույց տուր, այս բեր, դա անում է։ Մենք Քրիստոսին դա չենք ասում։ Մենք խոնար ենք, մենք եթե անգամ ստանում ենք նվերը հրաշքի, ասում ենք անարժան եմ Տեր։ Բայց հիմա նորից կուզեմ փակագծերը բացել, որ ձեզ մոտ անհայտ բաներ չլինեն, որ ահա տեսիլներ եմ տեսնում, չգիտես ինչ կախորդություններ, նո այդպիսի բան չկա։ Հիմա սկսեմ իմ իսկ անձնական հարցերից եւ խնդիրներից կապված այդ հրաշքների հետ, հրաշք չէ, երևույթներ, սիմվոլիկ երևույթներ հետ։ Անցյալ ամիս ես գնացի հայկական կաթոլիկ եկեղեցի, որը կոչվում է Թագուհի Մարտիրոսաց downtown-ում, ես Facebook-ից մեջ դրեցի այդ մասին։ Գեղեցիկ կաթոլիկ եկեղեցի, ես շատ սիրում եմ կաթոլիկ եկեղեցիների դրվածքը, Աստվածամայրը ամեն կերպ ներկա, երկու տարածաչափ, 3 տարածաչափ նկարներով եւ արձաններով եւ ահա երբ ես առավոտյան ուրեմն այնտեղ էի մի կես ժամ շուտ եւ մի ժամ շուտ պատարագից առաջ եւ ծնկած աղոթում էի Վարդարան եւ հանկարծ դռները փակ, դեռ մարդիկ չէին եկել, սարկավակը բացեց ինձ համար եւ բոլոր դռները փակ էին, լուսամուտներ, ամեն ինչ կիսամուտ եւ Վարդարան էի աղոթում բավականին ջերմեռանդ սիրով եւ հանկարծ ահա ես այստեղ չոքած եմ, այնտեղ էլ գորգն է միջանցքի տեսա մեծ թիթեռ գունավոր թիթեռ մեծ այս չափի իմ դիմաց ես աղոթում եմ եւ աշխատում եմ աղոթքը չշեղել բայց աչքս այդ թիթեռի վրա է որ այսպես թևերը այսպես է անում ամբողջ ուրեմն այս Վարդարանի աղոթքի ժամանակ այդ թիթեռը այդպես այնտեղ էր ես էլի խորասուզված աղոթքիս մեջ համարյա վերջացնելուն հետ գլուխս երբ որ բացացի նայելս այնտեղ չէր այսինքն եթե դա տեսիլ չէր իրական թիթեռեր պետք է որ տեսնեի թռչելիս կամ ինչ-որ մի բան միայն անհետացավ եւ դեռ չհասկացա ինչ նշան է դա չհասկացա պարզապես բայց ես գիտեի որ ինչ-որ բան այն չէ այդ թիթեռը պետք է այնտեղ չլիներ իսկ դա եկել է մի բան կա դրա մեջ շատ լավ պատարագ էր իհարկե հազիվ ծերին հասցնում են Մակար Եկմալյանի պատարագը իր շարականներով երկչախմբի համար շատ մեծ խնդրեմ է սիրելիներս
կամ պետք է լինես պրոֆեսիոնալ երգիչ, ինչպես թե Հայաստանում է, որ հիմնական բելկանտո դրվածքով են երգում, որը ինձ համար անընդունելի է, շարականագիտությունը երգի այլ բան է, պետք է ուսումնասիրել, դու պետք է հրեշտակային ձայներով կոկորդային ձայներ չլինեն այնտեղ, դա լինի հրեշտակային շատ մերամ ձայն, բայց անգամ ամենահրեշտակային հավատքով երգողը շատ բարդ է հայկական շարականները, ես չեմ մեղադրում, բայց ես իմ վրա ազդում է դա, փորձում եմ չկենտրոնանալ դրա վրա, ցրել ինձ վատ կատարումներից, եւ սրանք պետք է օրինակ Գրիգորյան շարականները, երբ որ երգում են լատին ծեսում, ամեն օր 2-3 ժամ իրենք փորձում են։ Այսինքն դա այնպեսի երգեցողություն է էկլեզիաստիկալ, եկեղեցական, դա նույնպես պետք է լինի կատարյալ պաշտպանում։ Մի խոսքով ես չեմ մեղադրում, որ այնտեղ երգչախումբներ արատավոր Խոստովանեցի Տեր Արմենակին, որը հրաշալի ինձ ուղղություն տվեց, Սուրբ հաղորդությունը առա, որը նման էր լատին ծեսի այս կլոր հացին, առանց թթխմորի վրան խաչ նկարած, որը քահանան թաթախում էր գինու մեջ եւ դնում է մարդու լեզվի վրա, ներողություն, միայն դա ասելիս արդեն հուսվում եմ։ Մենք հաղորդակից ենք Քրիստոսի արյանը եւ այս չարչարանքներն են, որ մեզ սրբացնում են։ Մի խոսքով, I'm sorry։ Հետո երբ որ երկրորդ անգամ մի կիրակի ես գնացի, նույն եկեղեցին փակել են եկեղեցին, չկա այլևս, սրահում նույնիսկ այդ մի հատ ճաշարանի սեղանի վրա ինչ-որ մի բան են անում, ես չկարողացա դիմանալ, դա եկեղեցի չէ, եկեղեցին չի վնասվել, բայց իրենք դիտման փակել են։ Հիմա կապեք այս երևույթը, որ ես շատ ծանր տարա, եկեղեցու մեջ կրակ չի եղել, բայց եկեղեցին իրենք փակել են, ինչու, որովհետև հակառակ այս մոդեռնիզմի ալիքի, որը հիմա գնում է կաթոլիկ բոլոր եկեղեցիներում, այս եկեղեցին պաշտպանված էր, ինչպես հիմա մեր առաքելական եկեղեցու ճիշտ ծեսը։ Եվ ինչքան ես հասկացա, սա փորձում են քանդել, սա էլ վերացնել։ Հիմա կապեք իմ այս դժբախտությունը, որ պատահեց, ինձ համար այդ դժբախտությունը, իրենք շատ լավ իրենց լավ էին զգում, այնտեղ պետք է պատարակը գնա, այստեղ սուրճը դրած, խմիչքները բացած, չոսկոցո, ձեր նպատակը դա է, հեռացեք, հա, Քրիստոսի տանջանքները չզգաս, չմխիթարես մեր խաչյալ տիրոջը եւ իր մորը, սա է ձեր նպատակը, ամբողջ կաթոլիկ եկեղեցին դա է անում, մոռացեք, Քրիստոսը տիկնիկ է, խաղացեք հետ էլի, ոնց կարող եք, մեղա Աստծո, չխորանամ սրա մեջ, բայց դուք կապում եք այս երևույթ այդ թիթեռի հետ։ Իսուն է, այո։ Իսուն է դա մի բան էր, որը ինչպես նախազգուշացում էր ինձ տիրոջից, որը ես քեզ այցելել եմ այս փոքրիկ արարածի միջոցով եւ ուժեղ եղիր։ Սա էր եւ դա նշանակում։ Հիմա նախ ասեմ, որ ես գնում եմ միայն լատին ծեսի Սուրբ Պիոս 10-րդի միաբանության եկեղեցիները, ուրիշ եկեղեցի ես չեմ գնում։ Եվ երբ որ ես կենտրոնացած եմ լինում, Սուրբ հաղորդություն առա, երբ որ ես կենտրոնացած աղոթում եմ, եւ երկար կես ժամ Սուրբ հաղորդությունը առնելուց հետո ծնկած նորից շարունակում եմ այդ ինչպես թե իմ մտային եւ հոգեվոր կապը Քրիստոսի չարչարանքների հետ խորհրդածության մեջ եւ շնորհակալական աղոթքներ եմ ասում ամեն անգամ ինչ է կատարվում ահա
իրենք հաղորդությունը նորից կլոր հաց է առանց թթ խմորի վրան խաչ նկարած եւ երբ որ մոտենում ես քահանան ասում է սա է Քրիստոսի մարմենը մեկ Քրիստոսի Սուրբ հաղորդությունը երկու ձևի մեջ կարող է լինել գինու հետ եւ հացի բայց նաեւ կարող է լինել մեկ ձևի մեջ օրինակ մեռնող հիվանդին որ չի կարող ուտել մեկ ձևի մեջ նրա շորթերին դնում են միայն Քրիստոսի արյունը գինու ձևով եւ որովհետեւ համայնքը շատ մեծացավ Պիոս 5-րդը մեկ ձևի մեջ հացի ձևով են միայն տալիս հաղորդություն առանց գինու որպեսզի չթափվի սուրբ փաստորեն կոնսեկրացված արյունը եւ ահա ինչպես թե կոմիսա արյունը չես տեսնում նմանապես եւ լատինցեսի խորհուրդն է կոնսեկրացիայից հետո միջև մեծ հաղորդություն տալը ինքը քահանան հաղորդվում է մարմնով եւ արյամբ ունենում է նաեւ գինին բայց երբ որ նա ժողովրդին է տալիս է մեկ ձևի մեջ ինքը վերցնում է հաղորդությունը երկու ձևի մեջ ժողովրդին տալիս է մեկ ձևի մեջ բայց այդ մեկ ձևի մեջ ամբողջական խորհուրդը կա ես եմ երկնային հացը այս իմաստով եւ ահա երբ որ ես կենտրոնացած աղոթում եմ ամեն անգամ ուրեմն հաղորդությունը դնում է լեզվիդ վրա նրանց մոտ շատ խիստ կանոն է դա պիտի չոքես եւ քահանան դնում է այս կլոր հացը վրան խաչ նկարած ասում է սա է Քրիստոսի մարմինը եւ դնում է քո լեզվի վրա որից հետո ինչ էր կատարվում ինձ մոտ միշտ անհետանում է դիպչում է քիմքից սուրբ հաղորդությունը ու անհետանում է բայց եթե կենտրոնացած չեմ աղոթում հաղորդությունից հետո հացի մասը ինչպես թե շոշափելի պայմանական եմ ասում հացի ես ստիպված եմ լեզվով հանելու եւ կուլ տալու իսկ սովորաբար երբ որ իմ կենտրոնացումը մեծ է այն պարզապես անհետանում է այսինքն սա գալիս է ասելու որ սուրբ հաղորդությունը ուտելիք է եւ ուտելիք չէ նա միստիկ միություն է մեր միստիկ միությունն է Քրիստոսի մարմնի հետ սա շատ կարեւոր է սիրելիներս շատ կարեւոր է որ դուք հասկանաք որ այս ամեն ինչի մեջ այնքան խոր իմաստություն կա եւ Տերը այն կամած է բացում միանգամից չի բացում իհարկե ահա հիմնականում դա է որը միշտ ինձ եւ հիացնում է եւ սարսափեցնում եւ զգաստանում նորից Քրիստոս ներկա է մեր կյանքում նա կարող է ամեն ինչ անել ամեն մի հրաշք կարող է գործել քո կյանքում եւ ահա նորից դա քեզ հիացնում է եւ դա քեզ սարսափեցնում է այսինքն զգոն է պահում եւ ներողություն ես հիմա այնքան հուզված եմ որ պետք է ընդհատեմ թող Աստված ողորմյա բոլորիս հավատքի աչքերը բացի որպեսզի մենք արժանի լինենք քրիստոնյա կոչվելու ամեն